Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Կիսալուսնի Մարիամուտը հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Տիրան Լոկմագյոզյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Շաբաթը լի էր իրադարձություններով, քանի որ Անտալիայի դիվանագիտական ֆորումներ ընթանում, որի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան թե Միրզոյանի եւ Ֆիդանի եւ թե Ռուբինյանի ու Քլչի միջև։ Ընդհանուր ձեր գնահատականը ինչպիսին է, ինչ մեզ տվեց այնտեղ գնալը, ինչ նոր բան տեղի ունեցավ, որը քիչ հավանական է, եւ ինչպիսի արձագանք կար նաեւ թուրքական մամուլում, դրանց եթե հետեւել եք, խնդրեմ։ Ես արդեն այդ հանդիպումը համարյա դեռ չկայացած, որ ինձ հարցնում էին, ասում էին, ես արդեն վախենում եմ, որովհետև ամեն անգամ որ իրար հետ նստում են, ամեն անգամ մեր գլխին ինչ որ փորձանք է գալիս։ Այսինքն էլի ինչ որ վատ վիճակի մեջ են գնում, ինչ որ բաներ են տալիս, հանձնում, ռևերանսներ են գանում, ծնգի են գալիս իրենց առջև, մտածելով որ գուցե մեզ խղճան ինչ որ բան է, բայց ճիշտ հակառակն է ստացվում միշտ, որովհետև 30 տարի ես ասում եմ, որ սենց չեն խոսում Թուրքի հետ հակառակ պետք է խոսվի, իսկ քանի դու իր մոտ ռևերանսներ ես անում եւ ավելի վատ է լինում դա, եւ այդպես էլ լինում է։ Գիտեք, այս ամեն ինչը որ կատարվեց այս տարածաշրջանում մեզ մոտ Արցախի հետ եւ այն կամ ավելի հարավ, ասենք Սիրիայի հետ, Լիբանանի հետ, Իրանի հետ սպասվում է դեր բանը, այդ ամեն ինչը գլոբալ քաղաքականության արգասիքն են։ Այնպես չէ որ Ադրբեջանը ինքը ցանկացավ մտածեց Արցախի վրա եւ ինչ որ բաներ արեց, ոչ իհարկե, որովհետեւ ես ասել եմ, գրել եմ նաեւ դրա հետ կապված, որ եթե մեր իշխանությունը չլիներ, իրենք ոչ մի բանի էլ չէին հասնի։ Այն մի հատ անեկդոտ կա, որ վերջում ասում է, եթե մի քիչ բան է իհարկե, եթե ասում է Ֆրանսիա գնում է ներգա թուրք ֆրանսերեն չգիտեն, մեկը ասում է ես գիտեմ, ամեն ինչ հետո սիոն է ստնում, ասում է լոբիսիոն, սալատասիոն եւ այլն, ու իսկապես ստանում է ամեն ինչ։ Վերջում մեկը ասում է, բայց ինչ խելոք մարդ ես դու, այն մատուցողը ականջին ասում է, եթե ես Ստամբուլցի հայ չլինի, կներեք արդյունքից, բայց կաքսիոն գուտեիք դուք էստեղ, իմ բան Էրդոանը եւ բանը Ալիևը այդ թափնիները չեն կարողանում բաժանել, ամեն մեկը իր համար է քաշում, էլի նույն բանն է ասեմ, եթե մեր իշխանությունները չլիներ, դուք այդ կստանայիք իհարկե։ Ոչ մի բան չէին կարող ստանային։ Մինչև այդ ինչպես որ մեր բանակը, մեր ժողովուրդը ժայռի նման կանգնած էր, տենց էլ կգանգներ։ Իհարկե ներսից թուլացնելով այդ բաներով, եւ դա ինչպես ասացինք, դա գլոբալ քաղաքականության մաս էր եւ գլոբալ քաղաքականության բادرերն էին կատարում։ Այսօր մի քիչ փոխված է, իհարկե գլոբալ քաղաքականությունը էլի կա։ Սակայն նախ գլոբալիստները մի քիչ վնաս ունեցան, օրինակ Ամերիկան իրենց ձեռից դուրս եկավ, Ամերիկայի իշխանությունները, չնայած դա չի նշանակում, որ իրենք դեռ չկան, լավ էլ կան իհարկե, եւ ինձ թվում է, որ իրենք լավ հիմա ծրագիրներ են մշակում, թե ոնց կանեն, թե ժամկետից առաջ Տրամպին կանեն, էլի կգան իրենք։ Իսկ եթե չէ, ասենք ժամկետը լրանալուց հետո հույս ունեմ, որ էլի կգան։ Իրենք պատրաստություններ անում են եւ անելու են դեռ։ Սակայն Եվրոպայում դեռ այդ բանը կա, գլոբալիստները հատկապես Անգլիայից խոսում են եւ ուզում են որ օրինակ բանի պատերազմը շարունակվի, Ուկրաինայի պատերազմը եւ ստեղ չնայած ինչպես ասեցին գլոբալիստները ծրագիրը դեռ կա, ծրագիր է, սակայն այստեղ հատկապես Ալիևը սկսեց սեփական քաղաքականություն առաջ տանել։ Ինչպես որ Էրդոանն էր իմիջայլոց։ Էրդոանն էլ այդպես էր անում, թե ուրիշի բادرերը կատարում էր այս տարածաշրջանում, թե իր քաղաքականությունը առաջ էր տանում եւ իր երկիրը զորացնում էր։
Սակայն իհարկե Ալիևը Էրդողան չէ եւ Ադրբեջանը Թուրքիա չէ, այն առումով չէ, որովհետեւ բանը Թուրքիան լուրջ երկիր է, լուրջ քաղաքականություն, լուրջ դիվանագիտություն ունի, իսկ Ադրբեջանի համար այդպիսի բան չկարելի ասել, կարծեք թե մի ցեղաբեդություն է, աշիրետաբեդություն է, դա եւ այն կլասը չկա, այն մագարտակը չկա, տեսնում եք, բոլոր ոլորտներում, սկսած Ալիևից մինչև ներքևները։ Եվ իրենք բավականին չափ անցկացնում են, սակայն քանի որ Ադրբեջանը ասում է բոլորին պետք է, Ռուսաստանը իր գազը Ադրբեջանն է վաճառում, Եվրոպան իր գազը Ադրբեջանից է վերցնում, Իսրայելը Ադրբեջանից է վերցնում եւ այն Թուրքիային պետք է, այդ պատճառով բոլորն էլ չեն կարող խոսեն, բոլորն էլ լուրը մունչ նստած են, տանում են այդ իր խաղերը։ Դա նա էլ գնալով ավելի ասենց ոգևորվում է եւ գնալով ավելի առաջ է գնում այդ բաներով եւ այսօր մենք մեր իշխանությունները մեծ հույս ունեն որ եթե լրիվ տրվեն, լրիվ փռվեն իրենց ոտերի տակ, ամեն ինչ կատարեն, այն ժամանակ ստորագրելու է Ալիևը։ Սակայն արդեն իրենք էլ հիմա գամած հասկացան, Միրզոյանը խոսեց դրա մասին եւ ոչ միայն Միրզոյանը, որ կարծեք թե Ադրբեջանը չի ուզում ստորագրի։ Կարծեք թե սա շատ մեծ գյուտ արեցին, արդեն մի 2 տարի է մինիմում ասում ենք մենք դա, որ չի ստորագրելու Ալիևը, հատկապես վերջի շրջաններում, դա ես էլ ասում, ուշնան է ասում։ Հիմա գյուտ արեցին, կարծեք թե չեն ուզում ստորագրել, վայ, այդ ինչ կդարվեց, իհարկե չէր ուզում ստորագրել եւ պիտի չստորագրե։ Այսինքն քանի այս վիճակը շարունակվում է, ստեղ վիճակի փոփոխությունը կարող է լինի, եթե Իրանի հետ կապված ինչ-որ մի բան պատահի, նա էլ դա է սպասում։ Տեսեք, սկզբում սպասեցին Ամերիկայում ինչ է կատարվելու, այնտեղ Տրամպը եկավ, քաղաքականություն փոխվեց, հիմա սպասում է Իրանի հետ ինչ է կատարվելու, մինչև Իրանի հարցը չլուծվի, այսպես թե այնպես, ինքը չի ստորագրելու դա։ Եթե, ասենք, իսկապես շատ մեծ ճնշում ստանա, կամ ասենք թե հենց Իրանի հարցի հետ կապված պետք լինի արևմուտքին այդ ստորագրությունը կարող է շատ մեծ ճնշում անել եւ այլն, միայն այդ դեպքում, բայց քիչ է հավանականությունը, բայց ասեմ քաղաքականության մեջ բան չկա, 100% բան չկա, կարող եք ասենք բան է սպիրտի նման 96%-ը մաքսիմումն է, այո 96%-ը սուպերմաքուր սպիրտ է, բայց մնացած 4%-ը ինչ եղավ, դա կարելի է ընդունել, որովհետև դա արդեն չի վնասում, բան չի անում, անգամ բժշկության մեջ կարող օգտագործել 96%-ը։ Սա էլ նույն բանն է, քաղաքականության մեջ, այսինքն 100% չկա, 96%-ը շատ լավ է, եթե կարելի է, ասենք, անալիզանել եւ որոշել, թե սա հաստատ սենց է լինելու, դա արդեն 96%, բայց 4% միշտ կա, դա պետք է բոլորս աչքի առաջ ունենան։ Հիմա սպասում է Իրանի խնդիրը լուծվի եւ մինչեւ Իրանի խնդիրը չլուծվի, ինչպես ասի, եթե ինչ-որ անակնկալ մեծ բան չկատարվի, չի ստորագրելու դա։ Դրանից հետո էլ շատ կասկածելի է ստորագրի թե չի ստորագրի, այդ ստորագրության անվան տակ ամեն ինչ ստանում է, ինչ որ ինքը ցանկանում է։ Հիմա մերոնք էլ Գարձեք թե 3 տարեկան երեխա լինեն, երևի իմ 7 տարեկան թորանս այսպեսի բան պատմեմ, ինքը կհասկանա ինչը ինչումն է, բայց իրենք շատ են ուզում, որովհետև իրենց պարտականությունն է, իրենց հանձնարարություն է դրված, այդ բանը պիտի արվի։ Ինչ ուզում է լինի, ինչ ուզում է, ուզում ես ամբողջ երկիրը գործանի, սակայն դա պիտի լինի, ուրիշներին պետք է, գլոբալիստներին պետք է դա։ Դրա համար իրենք ստիպված գնում են, հիմա գնում են եւ ինչպես ասացինք, ինչ ուզում է լինի, ամեն ինչ տվեք այդ հասկացությունով, հիմա այս վերջի շրջանում գնալով ավելի արագացված տեմպերով եւ այնպիսի բաներ են այսօր ընդունում, որ օրինակ մի տարի առաջ դա անհնարին էր դրա մասին խոսել անգամ։ Սակայն այսօր արդեն բացահայտ խոսում են եւ տեսեք թե վարչապետի թե արտգործնախարարի այս վերջի օրերի ելույթները որ տեսնեք որ լսեք արդեն կհասկանաք թե այս ինչ որ մի բանը այսպես ցայտնոտ ասեմ քաոսային իրավիճակ ասեմ այսպեսի շատ վատ վիճակում են չի ստացվում եւ արդեն ուզում են իրենց
իհարկե արդեն ես այն գարձիկին չեմ, որ իրենք հիմար են եւ այլն դրա համար սխալներ են անում, ես քանի անգամ ասեմ ոչ, իրենք շատ լավ խելոք են եւ ամեն ինչ տեղին անում են, այսինքն ինչ կատարվում է, դա իրենց հիմարության եւ այլն պատճառով չէ, անկարողության պատճառով չէ, այլ իրենք ուզում են, դա ծրագիր է, սակայն այսօր արդեն այնպիսի վիճակի մեջ են ընկել, որ երկու կողմ, թե Թուրքիային, թե Ադրբեջանին ինչ որ բաներ են սենց բաշխում եւ հիմա Թուրքիային ուզում են համոզեն, որ գիտեք ինչ, Թուրքիան կարող է այս խնդրի վրա լավ ազդեցություն ունենա, եկեք մենք Ադրբեջանը թողենք, մենք ձեզ հետ Թուրքիային են մեսեջ տալիս, մենք ձեզ հետ մեր հարցերը լուծենք, ասենք սահմանային գետը բացենք եւ այլն, կարծեք թե Թուրքիան էլ բան երեկվա երեխան է, պիտի այդպիսի բանի վրա բանը գուլտ այդպիսի բանը Բայց ինչու կներեք, ընդհատում եմ ձեզ, մոտավորապես 2.5 տարի առաջ Վիեննայում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պիտի սեմ ժամկետներում բացվի երրորդ երկրի քաղաքացիների համար անցակետը, եւ Հայաստանը 1 միլիարդ դրամ ծախսել է այդ անցակետի վերանորոգման վրա, եթե չկար, այսինքն հաստատ որ Թուրքիայի կողմից պիտի բացվի, ինչու մենք շուտապույտ կերպով այդպես կահավորում անցակետը, որպեսզի բացենք ճանապարհը, որն է։ Այդ դա արդեն այնն էր, ինչ որ մասին որ քիչ առաջ ասեցի, պետք է հակառակորդին ճանաչել, քանի որ չեն ճանաչում, կարծում են, որ իրենք ոնց է մտածում, դիմացինն էլ այդպես է մտածում, խոստացավ, դավայ հիմա սարքենք, տնենք, հեսա բացելու են։ Այո, բայց դա իհարկե խաբեություն էր Թուրքիայի կողմից, հերթական խաբեությունը եւ բատմական խաբեություն, այսինքն ամբողջ պատմության ընթացքում կտեսնեք այդ բանը թուրքերի կողմից։ Դա իմիջիալոց նաեւ հիմա կարող է ինչ որ մարդկանց դուր չկա, բայց Իսլամում կա դա։ Իսլամում կա։ Բայց դրա մասին չխոսենք հիմի, որովհետև արդեն ուրիշ սֆերաներ ենք մտնում, խոսենք մեր նյութի մասին, թե Իսլամում կա, թե Թուրքի բնավորությունը կա այնտեղ, երբ որ ասեց, հա կբացենք եւ այլն երրորդ երկրի քաղաքացիները, դու խաբեցին, ուղղակի խաբեցին, ասին քոչարինգ ասում եմ արդը, եւ այսօր արդեն քլջ օրինակ խոսում է նրա մասին, որ չի բացվելու, սահմանային կետը դեռ չի բացվելու։ Ընդհանրապես դիվանագիտական հարաբերության մասին ընդհանրապես խոսք չկա, մեր կողմից էլ խոսք չկա, պետք չէ, մեզ պետք չէ ընդհանրապես այդ դիվանագիտական հարաբերությունը, Թուրքիան ընդհանրապես պետք չէ, 30 տարի չէր ուզում դա աներ, միայն սահմանային գետ, լավ, ում է պետք է սահմանային գետը, չնայած մենք խոսել ենք այստեղ, մի հատ շատ կարճ ասեմ, եթե սահմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջև է, եւ Թուրքը եւ Հայը չեն օգտվելու այդ սահմանից, լավ, ում է պետք է այդ սահմանը, ինչի համար, իհարկե միայն մի ազգի համար, դա էլ ադրբեջանցիները, որովհետեւ աշխարհում չկա մի ժողովուրդ, ում պետք լինի Հայաստանով անցնել գնալ, Հայաստանով անգամ քիչ պետք լինի Հայաստանով գնալ մտնել Թուրքիա կամ Թուրքիայից Հայաստան մտնել։ Ոչ մեկ, հազիվ կարող է մի քանի հատ տուրիստ, որոնք գնացել են Արևմտահայաստան, մտածեն որ լավ, միացնենք Արևմտահայաստանից էլ Հայաստան անցնենք, մի բաներ անենք, կամ հակառակը։ Դա է, այսինքն 4-5 հատ տուրիստ բայց ընդհանուր բանը ադրբեջանական այդ զանգվածը եւ ոնց է ստա վերահսկելու եթե ադրբեջանցիները գնալ գալու են եւ դիվանագիտական հարաբերություն էլ չունես ոչ մի կետ ոչ ադրբեջանի ոչ Թուրքիայի հետ ոնց է վիզա տալու ինչ է անում դա արդեն պետք չէ իրենց այդպիսի բաներ իրենք ինչ ուզում են լինի միայն թե իրենց այդ ծրագիրը առաջ տանեն եւ ինչպես ասեցի Թուրքիային են ուզում այսօր համոզեն որ եկեք ձեզ դանենք դա դրա վրա լավ ազդեցություն կունենա նրանք էլ դրա արդյունքում կարող է իհարկե սա մանկամտության վերջին դե գիտեք արդեն երևում է որ իրենք հասել են մի այն ծայրագույն վիճակի որ չգիտեն ինչ անեն Արդեն խեղդվում են, ջուրը ասել եմ ինչև էստեղը, արդեն խեղդվում են և դրա համար էլ այսպիսի ոչ տրամաբանական բաներ են առաջ քաշում, իհարկե Թուրքիան այդպիսի բան ոչ կանի, ոչ կընդունի, իրենք էլ գիտեն, բայց մի նշույլ, մի կաթիլ հույս եթե կա, անում են, հիմա Ադրբեջանին էլ մյուս կողմից ինչ-որ ռևերանսներ են անում եւ անգամ հասան բանի Մինսկի խմբի լուծարմանը որը
մտամ չէինք ընդունում մենք։ Եվ դա կերինչ այդ խոսույթը որ նայում եք ժամանակին ասում են չէ Մինսկի խումբը չենք լուծարելու եւ այլն ադրբեջանցիք ուզում են եւ այլն այն նույնը ուրիշ խնդիրներում այդպես էր օրինակ դիդորտները երրորդ երկրի ինչ որ ուժային գառույցներ եւ այլն պիտի չլինի հիմա արդեն վերջի ժամանակներս ասում են դիդորտները արդեն պետք չեն մեզ Առաջ ուրիշ բան էիք ասում, դիտորդները պետք են, երբեք դուրս չեն գալու ասում էիք, հիմա դիտորդները միանգամից պետք չեն, ինչ փոխվեց։ Միայն ձեզ մոտ փոխվեց, որովհետև դուք ուզում եք են էլ տալ, եթե ասի լավ Երևանն էլ տվեք, մենք կստորագրենք Երևանն էլ կտան։ Եվ ես չեմ կատակում, գիտեք, ես շատ լուրջ եմ, եթե Ալիևը Ուրիշում եմ այս տարիվը չի լսի այս բանը, իր միտքը բան չի ընկնի, եթե Ալիևը մտածի, եթե Ադրբեջանը պահանջի մեզանից Երևանը դվեք կամ ինչ որ մի քաղաք, օրինակ, դվեք, ես կստորագրեմ, մեզ կհամոզեն, որ պետք է դա տալ։ Ինչպես որ այս ամեն ինչը սկսվեց օրինակ Սևլիջից, որը մեզ պետք է Սարերում եւ այն այդ լիճը, հետո սկսեց այդ գյուղերը մեզ պետք չեն, այդ ճանապարհը մեզ պետք չէ, պետք չէ, մի բանն էլ Շուշին էլ մեզ պետք չէր, Արցախն էլ մեզ պետք չէր, մի օր էլ կասա, Երևանն էլ մեզ պետք չի, ինչ եղել որ։ Օդախտոտված է։ Հա, օդախտոտված է եւ այլն, շատ մարդ են բնակվում։ Դասեմ մենք մի ուրիշ տեղ ավելի լավ քաղաք կկառուցենք։ Սա է։ Հիմի հասել ենք այդ կետին։ Հիմա ասել ենք այդ կետին եւ Ալիևը իր գործը շատ լավ կատարում է եւ ինչպես ասեցի սա արդեն այդ գլոբալ ծրագրից դուրս է այս խաղը այդ գլոբալ ծրագրից դուրս է եւ Ալիևը այժմ իր քաղաքականությունն է վարում եւ անգամ այնքան առաջ է գնում դրա մեջ որ անգամ Թուրքիայից Սկսեցինք վերջին ժամանակներս ձայներ լսել, թե ստորագրել է խաղաղության պայմանագիրը, ավարտենք, իմանանք, թե ինչ պիտի անենք, առաջ գնանք։ Դե Թուրքիան էլ է ուզում առաջ գնա։ Ոչ միայն գլոբալիստներն են ուզում, այս փուլը անցնեն ու առաջ գնան։ Այլ Թուրքիան էլ է ուզում առաջ գնա, որովհետև ինքը միշտ ասում է, չէ, գնա այնտեղ հարցերը լուծի, հետո գաս իմ մոտ։ Հետո կասի մոտ իմ բանջներս կբավարարես։ Հիմա Թուրքիան էլ սպասում է որ այս ավարտի, որ մենք գնանք Թուրքիայի ոտը, խնդրենք աղաչենք ու այս անգամ Թուրքիան է սկսի մեր վզին դնել իր բանջները։ Այդ բանջների երկուսը մենք գիտենք արդեն, այդ գլխավոր բանջները հրաժարվել ցեղասպանության բանջարդյունից եւ ընդունել սահմանները եւ այսօրվա մեր իշխանությունը արդեն բանը դալիս է, այդ մեսեջները դալիս է Թուրքիային, որ այո, ընդունելու ենք, այո, այն որ ասում է իրական Հայաստան, պատմական Հայաստան, այն որ ասում է մեր Արևմտա Հայաստանը, այ մեր այսօրվա Հայաստանի արևմտյան տարածքներն են, Թուրքիայի հետ սահմանագից տարածքներն են, ուրիշ Արևմտա Հայաստան չկա, ասում է, Մասիսը մերը չէ, ասում է, մեր բարձր լեսարը չէ, ասում է, Արագածն է մեր բարձր սարը, եւ Թուրքիային ասում է, հա, ես արդեն ընդունում եմ եւ ընդունելու եմ։ Եվ ցեղասպանության բանջարդյունության մասին ասել պետք չէ, հայտարարեցին, չէ, մեր առաջնագարկ օրագարկը չէ դա եւ դա էլ Թուրքի ուզածն էր Թուրքիան չէր ուզում որ ցեղասպանություն բարից եւ այլն հրաժարվենք մենք Թուրքիան ուզում է ցեղասպանության բանջարդյունից հրաժարվենք դրա համար էլ ինչ են ասում պետք է այդ բաները լավ լսել ու լավ հասկանալ չի ասում որ ցեղասպանություն չի եղել Ասում է, այո, իհարկե ցեղասպանություն եղել է, սակայն մեր առաջնագարկ խնդիրը չէ։ Ասում է, այսօր մեր առաջնագարկ խնդիրը չէ։ Այսինքն Թուրքիան է։ Դու կարաս ասես ցեղասպանություն եղել է, սակայն մի զբաղվի բանջարդյունությունով։ Այո։ Անկամ բանով սկսան, չէ, հələ պետք է բարձենք, թե այդքան մարդ մահացել է, անուն առանուն պետք է նշենք եւ այն եւ սա ասողը մտամ հայ է։ Ամենայդակերը եւ դարիներ շարունակ թուրքերն էին այդպիսի բաներ առաջ քաշում ասենք փաստին ուզում այո գասկածի տակ այսօր հայերը եւ մեր իշխանությունն է գասկածի տակ դնում իհարկե դրանք փորձեր էին ել շարունակեցին դա
քանի օքի է մահացել անուն ազգանուն եւ այլն, սակայն այսօր արդեն հասել ենք այն փուլին, որ ուղղակի առաջ են գնում, բուլդոզերի նման գնում են, տեսնում են, որ ոչ մի հագազդեցություն չկա, ժողովրդի կողմից, ժողովուրդը ամեն ինչ ընդունում է, ամեն ինչ կարելի է անել այս ժողովրդի հետ։ Այսօր այդ կրիտիկական այդ մոմենտը անցած է։ Այդ բարձրագույն կետը անցած է արդեն, իրենք գիտեն, որ այս ժողովրդի հետ ամեն ինչ կարող անեն։ Եվ արդեն այս օրերին մի նոր լուր հասավ, չէ, որ բարձվում է, որ ամերիկյան կառավարությունը իր կառույցներով եւ այլն Հայաստանում ինչ որ բլոգերների, լրագրողներին $250 միլիոն մի տարվա մեջ տրամադրել է, որ իր ուզած բաները գրեն։ Եվ սրանք բարձում է ոչ թե մի 10-20 հոգի են, այլ հարյուրներով են։ Դե իզուր չէ որ միանգամից ասենք Արցախը մերը չէ, սկսեցին գասել, Արցախցին վատ մարդ է սկսեցին գասել եւ այլն, դեն թալանը մալանը եւ այլն սաշիկը մաշիկը դրանով որ եկան իշխանության, դա այս ամեն ինչի այս աշխատանքների արդյունքն է եւ բարձում է որ այս տարի էլ ուզում էին 150 միլիոն տային, սակայն հիմա այդ բաները, այդ կառույցները փակվեցին բավական դժվարություն կա, մի մաս տվել է, մի մասն էլ ինչ որ ուրիշ տեպով կփակեն իհարկե, այդ կառույցները փակվում են, սակայն տեսեք Ամերիկայում սենց է, այնպես չէ որ ամեն ինչ կառավարությունն է անում, հատկապես բանակը գաղտնի գործակալությունը շատ ինքնուրույն աշխատող կառույցներ են։ Իրենք կարող են սաղ աշխարհում ինչ որ գործողություններ կատարեն, որից ասենք նախագահը դերյակ էլ չի։ Ինքը չի ուզեցել այդպիսի բան։ Եվ լսելուց հետո էլ կոչվում է ոնց թե առանց իմ հրամանի դուք այդպիսի բան նկարել, սակայն ասում են պետք էր մեր երկրի ապահովության համար պետք էր դրա համար արեցինք այդպիսի բան ունեն ամերիկացիները, այդպիսի ֆինանսավորում էլ ունեն։ Ունի, այսինքն թե գաղտնի գազագերբություն CIA, այսինքն թե բանակը եւ իհարկե այնտեղ ուրիշ գազագերբություններ էլ կան, որոնց անունը մենք չենք լսած, սրանք ինքնուրույն ֆինանսավորում ունեն եւ ինքնուրույն դատելու եւ գործողություններ իրականացնելու կարելիություն ունեն, իրենց այդ իրավունքը տրված է։ Իհարկե մեկ-մեկ որ չափը անցկացնում են կամ ինչ որ ասենք վնաս են հասցնում քաղաքական առումով հատկապես, այն ժամանակ խնդիր է առաջանում իշխանության եւ իրենց միջեւ, իշխանությունը կարող է ասենք այն ժամանակ ավելի ուժ գիրարը ինչ որ ուժային խնդիրներ անը, սակայն մի կարող է մի երկու հոգի աշխատանքից հրացվեն, իրենք իրենց գործը անում են։ Դրա համար այնպես չէ որ եթե USAID-ին փակվեց, ինչ որ մի երկու այդպես կազմակերպություն փակվեց, ու այս գործը վերջացավ։ Հատկապես որտեղ որ բادرազմ կա, USAID-ին այդ բաներով իհարկե չի զբաղվում։ USAID-ին ավելի կասի գործակալական կազմակերպություն է։ Իրեն ցույց է տալիս իհարկե բարեգործական եւ բարեգործություններ է անում, այդ ընթացքում նաեւ դվյալ երկրում բան է անում ուղղակի որպես գործակալ աշխատում են դրանց աշխատողները, բայց երբ որ ինչ որ մի երկրում բادرազմական իրավիճակ կա եւ ամերիկան խառնված է այդ գործի մեջը, դու իհարկե սրանք չկան, սրանք կարող է միայն, ասենք, դեղեցություն բանման հավաքեն, ինչպես որ դիտորդներն են ասում այսօր, այնպես չէ որ դիտորդները մեր լավության համար են միայն կանգնած այնտեղ եւ դա բոլորն էլ շատ բաց ասվեց հենց պատերազմի ժամանակ, որ իրենց հավաքած այդ տվյալները, այդ դիտարկումներից հավաքած այդ տվյալները ուղարկում են նաեւ Բաքու։ Թե ուղարկում են Արևմուտք եւ նաեւ Բաքու, իրենք ասեցին, իրենք անձամբ ասեցին։ Եվ ով է ասում որ այսօր դեռ չեն շարունակում այդ բաները։ Եվ դա ինչ է, այդ դիտորդներին թույլ էր դրվել, որ ոչ միայն սահմանը դիտարկեն, այլ երկրի ներսում, այսինքն Հայաստանի ներսում կարողանան որտեղ ուզում են գյուղեր մտնեն, մարդկանց հարց ու փորձ անեն, տվյալներ հավաքեն եւ այլն, այսինքն կարգին շպիոնաժի գործ է կատարվում այստեղ։
Այսինքն դրանից ավելի ինչ պիտի անի շպիոնը, չէ՞, գործակալը։ Էս պիտի անի։ Եվ ազատանկախ մեր թույլտվությամբ, մեր օրենքներով։ USAID-ն էլ նման մի կառույց էր, սակայն արդեն գործողությունները անում են ուրիշ կազմակերպներ, որոնք բանակին եւ գաղտնի կազմակերպին, այսինքն CIA-ին կապված են այս կամ այն չափով, կամ անգամ կարող է առանձին այդպիսի խմբեր են։ Նրանք իհարկե դեռ կշարունակեն իրենց գործունեությունը, որովհետև ինչպես որ ասեցինք, ուղղակի չեն ենթարկվում նախագահին։ Հա, բանակը ինչ որ կերպ կարող են ենթարկվի եւ հետաքրքիր է բանակն էլ ունի այդպիսի միավորներ, որոնք չեն անկախ են։ Այսինքն բանակն էլ ինչքան էլ ենթարկվի նախագահին, ելի իր ազատ կամքով ինչ որ գործունեություններ անելու կարիլիություն ունի եւ իրավունք ունի, այդ տրված է իրավունքը։ Նրանք կշարունակեն դեռ իրենց գործունեությունը իհարկե, նրանք չեն ավարտած։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Լոքմագյոսյան, մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ եթերում կիսալուսնի մայրամուտ հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։